Ես Մարիանա Սիմոնյանն եմ, ունեմ 6 տարեկան երեխա, ինքս 26 տարեկան եմ։ 2010 թվականի մայիսի 5-ին մայրիկի սրբակալեցին, մեղադրելով հայկացեցիա բանկի գումարների հետ կախուկացված գումարների մեջ, որի ղեկավարը եղել է Անահիտ Գրիգորյանը, այդ ամեն ինչին։ Հիմա այնպես հաստատվել, որ 2012 թվականին Քարաքերձ Լեթոնարան դատարանում դատական պրոցեսների ժամանակ ասվել է, որ գույքի ամբողջ բնագրավումը մայրիկիս վրա հոդվածով տրվել է ու 7 տարի ազատազրկում են տվել մայրիկիս։ Հիմա այնպես է, որ գույքից 2 սենյականոց տուն մենք բնակարան վերցրել են, գնվել է։ Հիմա այս 3 սենյականոց տուն են ուզում վերցնեն, վերջին կացարանում բնակվելու համար։ Անցորդի մեջից գնվել է մայրիկիս ավտոմեքենան, 2 սենյականոց բնակարանում էր նախկին, և այս 3 սենյականոցը աջորդի մեջ էր, ուրեմն նայելու ժամանակ աջորդին տեղեկացված լինելու, ինտերնետով նայելու ժամանակ հանկարծակի ինտերնետի մեջից անհետացավ այդ տաբլիցան, որտեղ որ ասենք գրված չէ, որ աջորդի մեջից հանված է կամ գնված է, այդպես մոտ 1 ամիս հետո հայտնվում է հարկադիրի աշխատողները, ասում են տունը գնվել է Սարգիս Ցականյանի կողմից, որը ներկայացնում է Արմեն, չգիտեմ, ազգանունը ինչպես է, որովհետև հարկադիր կատարածուները ինչ չասեցին ոնց է ազգանունը, դիմեցին, որ տունը մենք ազատենք։ 2 անգամ, 3 անգամ դուրը ծեծելուց դուրը չբացեցի իրանց վրա, ասեցի թող ցույց տվեք ինձի, որ տունը ով է գնել կամ ներկայացեք, ով է ընդհանրապես թղթով։ Իրանք ասեցին, տունը պետք է ազատեք դուք, մենք Սարգիս Ցականյանի advokati ուրեմն բողոքով եկել ենք, որ տունը դուք ազատեք, բանալներ տակ մեզի, այդպես ու այսօր ևս մի անգամ իրանք ներկայացան և այնպես խոսացին ինձ հետ, որ վաղը ոստիկանություն կբերեն, ոստիկանությամբ ինձ կազատեն տանից։ Ես էլ ուզում եմ պարզեմ այս ամեն ինչ, ասում եմ դուք ինձ բերեք թուղթ, որ տունը առել է այդ մարդը կամ թող այդ գնորդը հայտնվի, խել դուք անձապկալի, որ ինձ ասում տունը ազատ է, ասում թող գնորդը հայտնվի, բայց գնորդը չկա և չկա, չի էլ հայտնվում, որ տունը ես բանաներ տամ իրան, տունը ազատ եմ։ Ես էլ խնդրում եմ նախագահից կամ իրավաբաններից պարզել այս ամեն ինչի եղելությունը ինչու՞ն է կայանում, որ գնորդը չի հայտնվում, հարկադիր աշխատողներն են հայտնվում, որ այս տունը ազատ է։ Ես էլ նամակ եմ գրել նախագահին և դատախազություն, խնդրում եմ, որ այս ամեն ինչի մեջ գոնե իմ ծնողի պատճառով վերջին կացարանը չխալեն կամ մի կացարան ինչ-որ մի բան է տեղածի մեջից ապահովեն իմ անչափահաս երեխայի համար։ Ես ամուսնալուծված եմ, այդպես։